Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Նոան կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյոֆում կկարողանա Հայաստանի չեմպիոնը մրցաշրջանի երկրորդ կեսում հավասարապես պայքարել 3 ճակատով։ Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիր Նոան գրեթե ապահովեց իր տեղը կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյոֆում, հաղթելով տանը Լեհական Լեգիային 2-1 հաշվով, ինչու գրեթե, որովհետև տեսականորեն շատ աննշան հավանականություն կա, որ Նոան կարող է լավագույն 24-ի մեջ չլինել, բայց դա շատ տեսականորեն։ Ինչ է լինելու Նոան այս հաղթանակով իր համար եւս 2 հանդիպում ապահովեց արդեն փետրվարին եւ այդ հանդիպումներին կհաջորդի Հայաստանի գավաթի խաղարկության կարևոր դիմակայություն Փյունիկի հետ եւ իհարկե Հայաստանի Պրեմիեր լիգայում պայքար է ծավալելու Նոան այս պայն 5-րդ տեղում է կարողանա արդյոք Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը այդ 3 ճակատով պայքարել եւ պայքարել բարձր արդյունքների համար մենք հիմա դա կքննարկենք ողջույն Էդուարդ Ողջույն Արմեն իհարկե շատ ծանր է լինելու հաճելի գլխացավանք ապահովեց իր համար Նոան որովհետև չկա այնտեղ մրցաշար, որին կարելի է մատների արանքով նայել։ Տեսականորեն գավաթի խաղարկությունը կարող էր զոհաբերվել Չակերտներում, բայց Փյունիկի հետ դիմակայությունը եւ ուղղակի Նոան չի կարող մոտենալ այդ խաղին, օրինակ ոչ հիմնական կազմով կամ լուրջ նպատակ չդնելով։ Ինչու նաեւ չի կարող այդ դիմակայությանը եւ ընդհանրապես գավաթի խաղարկությանը մատների արանքով նայել, որովհետեւ կա հավանականություն, որ մենք հաջորդ տարի կարող ենք գավաթի խաղարկության հաղթողին, եզրափակչում հաղթողին տեսնել Եվրոպա լիգայի խաղարկությունը։ Եթե չեմ սխալվում 2026-27 մրցաշրջանից չի լինելու, այլ հաջորդից է լինելու, բայց այնտեղ հաշվարկներ դեռ պետք է լինեն, այսինքն Եվրոպա լիգայի ուղեգիր գավաթակիրը ինչ որ պահի ստանալու է, արդեն մոտ ենք դրան եւ այո Նոան դա էլ պետք է մտապահի։ Հետևաբար շատ բարդ է եւ մենք գալիս ենք այն խոսակցությանը, որ արդեն ծավալել էինք, պետք է լրջորեն կազմը համալրվի Նոայի, թեև թվում է հիմա Հայաստանում ուժեղագույն կազմերից մեկն ունի։ Ուժեղագույն կազմերից մեկն ունի, բայց ոչ անքննարկելի, որովհետև արդյունքը նաև արդյունքը այո, իսկ եթե ուղղակի նայում ենք կազմերին տարբեր թիմերի, հասկանում ենք, որ այնպես չէ, որ շատ ուժեղ է այս պահին Նոան կազմով բոլոր թիմերից, բայց խաղով վերջին դիմակայությունում իրոք տպավորեց Նոան, ես չգիտեմ սա կրակեց Նոան մեկ խաղում, թե շարունակական կլինի, բայց ամեն դեպքում հաճելի անակնկալ էր եւ եթե այսպես շարունակես, չնայած որ հիմա դադար է լինելու մեծ, մեկ խաղ կանցկացնի Կիևի Դինամոյի հետ եւ մեծ դադար, լավ կլինի եթե այդպես շարունակի, եթե ոչ չեմ հավատում արդեն որ կարող են մարզչին հեռացնել երևի թե դե ապա Սանդրո Պերկովիչը կարելի ասել ապահովեց իր աշխատանքը առնվազն մինչև փլեյոֆի հանդիպումները դրանց ավարտը իսկ ինչ կարող է անել Պրեմիեր լիգայում զուգորդելով այս հանդիպումները Նոան դա իսկապես բարդ է պատկերացնել որովհետև 11 միավոր այս պահին է զիջում Արարատ Արմենիան եթե բաց թողած խաղում հաղթում է դա էլ կրկին Փյունիկի հետ բարդ հանդիպում է 8 միավոր հաշվենք ենթադրենք դե հիմա պահն է երբ պետք է Նոան շատ ուժեղացնի կազմը շատ ասելով չեմ նկատի ունես որ մեկ գլուխ ավելի բարձր լինի կազմով պետք է լինի կազմով որ կարողանա այո չեմպիոնության դա այստեղ ավելի շատ երևի պետք է գրեթե հավասարազոր երկու կազմ ունենալ որ ռոտացիայի հնարավորություն Պերկովիչն իրականում այդքան էլ համաձայն չեմ որովհետև կոնֆերենցիաների լիգայում չեմ կարծում որ նա շատ հեռու կարողանա գնալ չնայած եթե վիճակահանությունը բարեհաճ գտնվի հնարավոր է 1-2 փուլ անցնել, բայց մինչև մայիս չեմ կարծում Նոան գնա կոնֆերենցիաների լիգայում եւ այդ տեսանկյունից չեմպիոնության հավակնություններ ունեցող թիմերը հավասար
պայքարի մեջ կլինեն, կպայքարեն եւ Գավաթի խաղարկությունում եւ Պրեմիեր լիգայում եւ եթե Նոան զգաց ինչ-որ պահի, որ կարելի է զոհաբերել Գավաթի խաղարկությունը, օրինակ ապրիլին, միգուցե դա անի։ Եթե զգաց, որ կարողանում է եւ Գավաթի խաղարկությունում եւ Պրեմիեր լիգայում լավ ֆուտբոլ խաղալ հաղթել, իսկ Պրեմիեր լիգայում արդեն պետք է բոլոր խաղերը հաղթի գոնե սկզբում։ Նաև կոնֆերենցիոն լիգայի play-off-ում պետք է հասկանալ մրցակիցնով եւ ինչ հավակնություններ կունենա Նոան, դրա համար շատ ցանկալի կլիներ հաղթել նաև Վարշավայում Կիևի Դինամոյին, որպեսզի տեսականեն ավելի հարմար մրցակից ստանալ play-off-ում, իսկ Դինամոյի հետ հանդիպմանը առանց երկու առաջատար խաղացողի հաստատ է մոտենում Նոան, Տիմոթի Ֆայոլուն եւ Գուստավո Սանգարեն իրենց հավաքականների կազմում են արդեն։ Կարելի է վերապահումով ասել լուրջ կորուստ Սանգարեն չկար, իսկ Ֆայոլուն Չանչարևիչը կարող է փոխարինել եւ կփոխարինի այլ հարց է թե ինչ մարզավիճակում կմոտենան խաղին, որովհետև տրամադրության ֆուտբոլիստ է դարձել Օգնեն Չանչարևիչը, եթե որսում է իր խաղը, ստացվում է։ Եթե մեկ սխալ է թույլ տալիս, կարող է ամբողջ խաղի ընթացքում նյարդերի վրա պահել բոլորիս։ Հուսանք այդպես չի լինի։ Ամեն դեպքում մրցաշրջանի վերջին հանդիպումն է, Դինամոն էլ խնդիրներ չունի լուծելու մեծ աշխարհ։ Ցանկալի է դրական նոտայով, թեև արդեն դրական է թվում, բայց ավելի այսպես յուղոտ վերջակետ դնել տարվան։ Եվ եթե Նոան կարողանա 3 միավոր էլ վաստակել, 11 միավոր է արդեն ստացվում եւ դա լուրջ արդյունք է, մոտավորապես միջին հատվածում աղյուսակի տեղ կզբաղեցնի եւ կլինի ամբողջությամբ հաջողված մրցաշրջան, իսկ Պերկովիչի ապագայի վերաբերյալ իսկապես շատ բան կարելի ասել, բայց կարծում եմ կհամաձայնես, որ ամենակարևոր, ամենապատասխանատու խաղում Պերկովիչը փայլեց, դա մարզչական հաղթանակ էր Լեգիայի հետ խաղում։ Չգիտեմ, մարզչական հաղթանակ անվանելը այն, որ նկատի ունեմ տակտիկապես նա գերազանցեց։ Տակտիկապես գերազանցեց, բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև թե մրցակիցը ինչ վիճակում էր եւ Լեգիա չկար դաշտում ընդհանրապես։ Դե մի մոռացիր, որ շատ անհաջող սկսվեց խաղը Նոայի համար, հոգեբանական ծանր հարված էր, իրենք իրենց դարպասին գոլ բերեցին, բայց դրանից հետո էլ կարողացան շտկել իրավիճակը։ Այստեղ ես ավելի շատ կուզեի ընդգծել առանձին ֆուտբոլիստների ցուցադրած խաղը, Օշիմայի, Մուլա Հուսեյնովիչի եւ Այասի Այասը որ թոփ հանդիպում անցկացրեց, երևի թե լավագույն հանդիպումներից մեկը կամ լավագույնը, Օշիմանն էլ, Նարդինն էլ, մենք նրան միշտ տեսնում էինք եզրափակողի դերում, բայց նա այս անգամ ձեռնարկեց, փոխանցում կատարեց եւ իրականում Սանդրո Պերկովիչը այսպես ճգնաժամային պահերին կարողանում է թիմը հավաքել։ Ես հուսով եմ նա է կարողանում թիմը հավաքել, ոչ թե թիմն ինքն իրենով է հավաքվում, երբ զգում է պահը կրիտիկական է։ Լյուբլիանայի Օլիմպիայի հետ դիմակայությունը կարող ենք հիշել, եթե չէր հաղթում, չէր անցնում եւ հիմա էլ եթե չէր հաղթում, մեծ հավանականությամբ չէր անցնի։ Այնպես որ երկու հետաքրքիր ու կարևոր կետ ունի Սանդրո Պերկովիչը իր աշխատանքային անցած ճանապարհի վրա եւ հուսով ենք այդ կետերը կշարունակվեն եւ Նոան հաջողություն կունենա Եվրագավաթներում։ Պայքար 3 ճակատով Կոնֆերենցիաների լիգա, Հայաստանի Պրեմիեր լիգա եւ Գավաթի խաղարկություն կկարողանա արդյոք Նոան 3 ճակատով հավասար պայքար մղել, ասել է նաեւ մեր փորձագետը։ Նոան շատ կարևոր աշխատանք ունի կատարելու ձմեռային ընդմիջման ընթացքում, քանի որ մրցաշրջանի այս մասում նույնիսկ 2 ճակատով տեսանք, որ պայքարելը դժվարություններ առաջացրեց թիմի համար։ Այո, ասում ենք, որ պատմական հաջողությունը արդեն շատ մոտ է, բայց Հայաստանի առաջնության առաջին հատվածը թիմը ձախողեց, նաև Հայաստանի գավաթում էլ 2 բարդ հանդիպում է ունենալու Փյունիկի հետ եւ եթե ներքին ասպարեզում Նոան չշտկի իրավիճակը կարող է ընդհանրապես մնալ առանց Եվրագավաթների ուղեգրի, ինչը այդպիսի ամբիցիաներով եւ բյուջեով ակումբի համար մեծ ձախողում կլինի։ Իհարկե դժվար թե թիմը ցանկանա փոխել մի մարզչի, ում գլխավորությամբ դուրս է եկել play-off, բայց կարծում եմ 3 ճակատով պայքարելու համար կան մի քանի խաղային դիրքեր, որոնք անպայման պետք է ամրապնդել։ Դա միանշանակ շանսերը ավելի կմեծացնի, քանի որ հասկանում ենք հիմա էլ կոնֆերենցիաների լիգայում, ասես ասած, ախորժակը ուտելիս է բացվում եւ նայելով բոլոր մասնակիցներին, այսպես ասենք, ամենաահեղ մրցակիցները չեն եւ սա շատ լավ առիթ է ավելի, այսպես ասած, բարձր աղմկելու համար Եվրոպայում։ Նոան կփորձի իհարկե օգտվել այդ շանսից։ Չեմ կարծում որևէ մրցաշարից, այսպես ասած, կհրաժարվի Նոան, քանի որ ունի շատ լավ կազմ, օրինակ Հայաստանի առաջնության 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից 9 խաղում են Նոայում եւ
ներքին ասպարեզում հատկապես թիմը պարտավոր է պայքարել, քանի որ միայն առաջնության վրա հույս դնել պետք չէ, այնտեղ ավելի բարդ է, իսկ Հայաստանի գավաթում խաղերը քիչ են, չնայած էլի կրկնեմ, որ իհարկե վիճակահանությամբ ամենալավ մրցակիցը բաժին չի հասել նրանց։ Ճգնաժամ Մադրիդի Ռեալում ճիշտ կլինի արդյոք գլխավոր մարզչին փոխելը, թե Ալոնսոն պետք է ավարտի մրցաշրջանը արքայական ակումբի ղեկին։ Վաղուց չենք խոսել Մադրիդի Ռեալի մասին, հիմա իսկական ժամանակն է, որովհետև անհասկանալի իրավիճակ է տիրում արքայական ակումբում, Չաբի Ալոնսոն չի արդարացնում երկրպագուների սպասելիքները, Ռեալը շատ հարմարավետ առավելությունը Լա լիգայում կորցրեց, Բարսելոնային Էլ Կլասիկոյում հաղթելուց հետո անցկացրած 7 խաղում Ռեալը 3 հաղթանակ է տարել, 3 անգամ ոչ ոքի է խաղացել եւ մեկ պարտություն է կրել, իսկ Բարսելոնան այդ ընթացքում հաղթել է բոլոր 7 խաղում։ Այստեղից գալիս է հակառակ իրավիճակը, Բարսելոնան հիմա ունի հարմարավետ առավելություն եւ դա իհարկե Ալոնսոյին շատ երկրպագուներ չեն ներում։ Այստեղ կարևորագույն հարց է, ինչ է մտածում Ֆլորենտինո Պերեսը, նա առայժմ վստահում է բասկ մասնագետին եւ Ալոնսոյին տվել էր կարճ ժամանակ, առաջիկա 3 խաղում պետք էր հաղթել պաշտոնը պահելու համար։ Ալավեսին Ռեալը կարողացավ հաղթել, առջևում գավաթային հանդիպում է եւ եւս մեկ խաղ Լա լիգայում ու տարին Ռեալի համար կավարտվի։ Եթե այդ երկու խաղերից գոնե մեկում Ռեալը չհաղթի, Ալոնսոն հեռացվելու է զբաղեցած պաշտոնից եւ ես կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է մարզչին փոխելու, որովհետեւ նման ակումբներում մարզչին շատ ժամանակ որպես կանոն չեն տալիս։ Վերջին արտահայտության հետ համ համաձայն եմ, համ չէ, նման ակումբներում թոփ ակումբների մասն է խոսքը, թե Ռեալ Բարսելոնա այդ երկու։ Ոչ, թոփ ակումբներ, որոնք միշտ պայքարում են բոլոր մրցաշրջանում հաղթելու։ Պեպ Գվարդիոլան նախորդ մրցաշրջանը ձախողում էր, նրան վստահեցին Արնե Սլոտը ձախողում են, նրան տարբեր օրինակներ են, որովհետև Գվարդիոլան միջև այդ անգամ բաներ նվաճել, որ նրան ներեցին մեկ մրցաշրջանի ձախողում։ Դե քո արտահայտությունը դեռ ոչինչ չի։ Այնպեսին էր, որ կապ չունի ինչ պահի, եթե ձախողում կա, պետք է հեռացնել։ Հիմա Ալոնսոյի դեպքում ընդամենը 3-4 ամիս է ինչ պաշտոնական հանդիպումներ է անցկացնում Ռեալի ղեկին ու այդ տեսանկյունից այո եղել են դեպքեր, երբ հեռացվել են մարզիչներ, բայց սկիզբը Լա լիգայում եւ Չեմպիոնների լիգայում Ալոնսոյի բավականին լավն էր, Ալոնսոյի Ռեալի հաղթեց Էլ Կլասիկոյում եւ կարծում եմ ամեն ինչ սկսվեց այդտեղից, ոչ թե հաղթանակներ այդտեղ խնդիրը, այլ Վինիսիուսի պահվածքը նա միգուցե հենց այդ ժամանակ բացահայտեց հանդերձանում ինչ է կատարում, միգուցե ավելի վաղ էին խմորումները սկսվել, բայց այդ ժամանակ Վինիսիուսը հայտարարեց ես գնում եմ Ռեալից, Ալոնսոյին ձեռքսեղմում տեղի չունեցավ եւ հետո արդեն Վալվերդեն սկսեց դժգոհել, այսինքն կան խնդիրներ հանդերձանում, ես համաձայն եմ, որ ամեն ինչ հարթ չէ, բայց կային, այո, կային, բայց հիմա կարծես շտկվել են, որովհետեւ Ալավեսի հետ խաղում ասիստից հետո գնաց եւ գրկախառնվեց Ալոնսոյի հետ Վինիսիուսը։ Դե Չեմպիոնների լիգայում էլ Ռոդրիգոն չէր խաղում, անընդհատ դժգոհում էր չի խաղում, բայց նա գոլ խփեց Մանչեսթեր Սիթին ու էլի գրկախառնություն Ալոնսոյի հետ, այսինքն այդ տեսանկյունից կարծես թե որոշակի շտկումներ կան, կարծես ամեն ինչ կարգին է, համաձայն է, որ արդյունքի տեսանկյունից խնդիրներ կան, բայց չմոռանանք, թե ինչքան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ ունի Ռեալը, պաշտպանությունը մեկ հիմնական ֆուտբոլիստ է խաղում։ Այդ ամենը ընդունելի է։ Այո, կադրային խնդիրները հիմա Ալոնսոյին շատ խանգարում են, բայց մրցաշրջանի սկզբից անցել է, ինչպես նշեցի, 3-4 ամիս, դա բավականաչափ ժամանակ է, որպեսզի հասկանաս մարզիչը ինչ է թիմից ուզում եւ ինչ է կարողանում թիմը։ Շատ հստակ մեկնարկում երևում էր ինչ է ուզում։ Դե մեկնարկում ես ինչ էր ուզում։ Ես Ռեալի տակտիկական մտահղացում, մարզչի տակտիկական մտահղացում չեմ տեսնում։ Խաղում են Կիլիան Մբապեի շնորհիվ, այսպես ասեմ։ Եթե խաղը կառուցում է Կիլիան Մբապեն գոլ չի խփում, Մբապեն Ռեալը խնդիրներ ունի։ Կա խաղ կառուցում է Կիլիան Մբապեի շուրջ եւ դա շատ վաղուց է Ռեալը ցանկանում անել։ Եվ արդյոք Ռեալի պես ակումբի համար սա բավական է մեկ մրցաշրջան անցնելու։ Դե ժամանակին Ռեալում կառուցում է Ռոնալդոյի շուրջ։ Ինչ որ պահի կարող է իր տեմպը գցել, կարող է Աստված մի արասը վնասված ստանալ, ինչ է անելու այդ դեպքում արքայականակ։ Բայց պահ կար, երբ խաղը կառուցվում էր Կրիշտիանո Ռոնալդոյի շուրջ, ինչ էր անելու, եթե Ռոնալդոն Կրիշտիանո Ռոնալդոյի արդյունավետության համար շատ
ֆուտբոլիստներ շատ լուրջ աշխատանք էին տանում։ Եվ հիմա եթե դա չէր նույն նկատվում, արդյունավետության- Կարիմ Բենզեման զոհաբերում էր իր արդյունավետությունը, որ Ռոնալդոն Հիմա էլ Վինիսիուսն է զոհաբերում։ Մոդրիչն ու Կրոսը ամեն ինչ անում էին Կազեմիրոյի հետ միասին, որ թիկունքը ավելի ապահով։ Հիմա էլ Վինիսիուսն ու այդ Ջուդ Բելինգեմն են զոհաբերում։ Ես այդ ամրությունը չեմ տեսնում։ Ինչ ամրություն հարցակման գծում։ Հարցակման թիկունքի ամրությունը Բայց դու չես տեսել Ռեալ, երբ Մբապեն չի կիսապաշտպանությունը խաղում։ Ռեալի հիմա զգալիորեն զիջում է այն կիսապաշտպանությամբ։ Դա ուրիշ հարց է, դա մարշի հետ ինչ կապ ունի։ Դե այսինքն մարշի հետ կապ ունի, որովհետև մարշի մտահղացումները կիսապաշտպանությունն է իրագործում հիմնականում, եթե այսինքն դու կրեատիվ համեմատում ես- կենտրոնը կիսապաշտպանություն է, եւ եթե հիմա չեն աշխատում այնպես ինչպես ժամանակին, Մբապեն լավ, այսօր ուղղակի ֆենոմենալ մարզավիճակում է, բայց դա հավերժ չի կարող։ Նորից եմ ասում, եթե Մոդրիչ, Կրոս, Կազեմիրո երրակին համեմատում ես Չուամենի, ենթադրենք Ջուդ Բելինգեմ եւ Արդա Գյուլեր օրինակ երրակի հետ ու ասում ես հիմա այս երրակը թույլ է, դա ուրիշ բան է, եւ ուրիշ բան է, երբ ասում ես մարշի Բայց Ալոնսոն երբ եկավ, իր պայմանները բնականաբար դրեց, չէ՞, այսինքն ում է ցանկանում տեսնել ակումբում, ինչ տեսակի ֆուտբոլ, օրինակ շատ սպասելի էր, որ իր հետ Ֆլորիան Վիրցին կբերի, որովհետեւ եթե Ռոդրիգոին այդքան չէր տեսնում աչքի եզրում, Վիրցին կարող էր այնտեղ օգտագործել ձախ եզրը Ռեալի այսօր, այո, որովհետեւ ձախ եզրը այսօր շատ աշխատող է Ռեալի եւ Վինիսիուսը եւ Մբապեն մեծ մասը վտանգի ստեղծում են ձախից, իսկ աջ եզրը հարցակման կաղում է եւ Վիրցը այո ունիվերսալ է եւ կարող էր գուցե այդ դիրքը փակել լավ իմանալով այդ ֆուտբոլիստին նայել ցանկությունը դա նկատել ես Մբապեի գոլերը այնպես չէ որ նրան անընդհատ հանում են հարվածի եւ նա եզրափակում է մեծամասամբ ինքն է իր համար ստեղծում այդ պահերը անցումներ է կատարում եւ գոլեր բայց այո դե իր արագության հաշվին կարող ես ասել մեջտեղով պաս են տալիս օրինակ փոխվում է պաշտպաններից դա իր արագության շտորիվ է բայց փոխանցումը լավն է լինում որ նա կարողանում է իր արագության շտորիվ հասնել այդ գնդակին այդ ուրիշ տեղ ենք խորանում բայց խնդիրն այն է որ Ժոզե Մոուրինյոն օրինակ որ 2010-ին եկավ Ռեալ ինչ էր արել սկզբում որ թողեցին նա մնաց աշխատեց կան մարզիչներ որոնց դեպքում այո ակնհայտ է որ անդադ համեմատում ես մարզիչների հետ որոնք արդեն անուն ունեին նվաճումներ ունեին արի Չավի հետ համեմատենք երբ եկավ Բարսելոնա նորից իրենց տղաներ թվում էր ամեն ինչ լավ կլինի միայն փրկեց Չավին մի պա չեմպիոնությունը որը նվաճեց անհասկանալի ինչ որ խաղով շատ կարճ Երկու մրցաշրջան 3 բայց որովհետև առաջինում չեմպիոն դարձավ հաղթեց Լա Լիգայում դրա համար մնաց բայց հետո դա էլ իրեն չփրկեց որովհետև ամեն ինչ շատ վատ էր բայց ամեն ինչ սկզբում վատ էր եւ չէր հուշում ամեն ինչ դե հիմա ես ինչ եմ ասում որ Ռեալը կարող է այդ սխալը չկրկնել եւ այդքան երկար չսպասել որովհետև կարող է եւս մեկ մրցաշրջան ավարտել առանց տիտղոսի դե եւս մեկ այսինքն երկրորդ անընդմեջ ուզում ես ասել դե հիմա սուպեր գաղաթի խաղարկություն կա եւ եթե սուպեր գաղաթի խաղարկությունը չհաղթի միգուցե այդ ժամանակ կարելի է մտածել, բայց այս պահին պետք չէ մտածել Ալոնսոյին հեռացնելու մասին ժամանակ միանշանակ պետք է տա։ Իմ ասած հիմնական միտքն այն է, որ եթե այդ փոփոխությունը պետք է լինի, ավելի լավ է այս հատվածում, որովհետև հետո արդեն ուշ կլինի եւ եկող մարզիչը ոչ մի բանի համար պատասխանատու չի։ Բայց միանշանակ չէ այս պահին, որ անպայման հեռացվելու է Չաբի Ալոնսոն։ Դե բնականաբար, բայց աշխատել այս ուլտիմատումի տակ, որ եթե Տալավերային եւ Սևիլիային Ալավեսին արդեն հաղթեց, չհաղթեց հեռացվելու է, դա ճնշում է շատ են լինում նման դեպքեր։ Դե լինում են, բայց հաճելի չէ, մարդ չէ։ Համաձայն եմ դա։ Հեռացվելու է թե ոչ, ալո պետք է հեռացվի, թե ոչ, նաև փորձագետին լսենք։ Կարծում եմ Մադրիդի Ռեալը շատ կշտապի, եթե այս փուլում հեռացնի Խաբի Ալոնսոին, ըստ իս նա մեր օրերում ամենահեռանկարային ու ընդհանրապես լավագույն մարզիչներից է նոր սերնդի։ Կարծում եմ Կարլո Անչելոտիից հետո ցանկացած մարզչի համար էլ շատ բարդ էր լինելու արքայական ակումբում, քանի որ Անչելոտիի ժամանակ թիմը շատ ազատ, այսպես ասած, ուրախ ֆուտբոլ էր խաղում, իսկ Ալոնսոն հիմա շատ մեծ փոփոխություններ է փորձում կատարել եւ Ռեալի շատ ֆուտբոլիստներ, այսպես ասած, այդ բերելով կարգապահությունը, խաղային այդ պլանը առաջին դիրք որոշ ֆուտբոլիստներ դժվարությունների են հանդիպել Նաև Կիլիան Մբապեի գալուց հետո է Ռեալի խաղը շատ փոխվել, կարծում եմ Ալոնսոն ու Անչելոտին նույն իրավիճակում չէին, քանի որ հիմա Ռեալում կան մի շարք ֆուտբոլիստներ, հատկապես պաշտպանությունում եւ կիսապաշտպանությունում, որոնք, այսպես ասեմ, թիմի ամբիցիաների եւ խաղամակարդակին չեն համապատասխանում, կարծում եմ Ալոնսոն
պետք է ստանա ժամանակ եւ հնարավորություն, քանի որ նա ապագայի թիմ եւ նոր, այսպես ասենք, համակարգ է կառուցում։ Մարոկկոյում մեկնարկում է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը։ Ով է հաղթողի կոչման գլխավոր հավակնորդը։ Դեկտեմբերի 21-ին մեկնարկում է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը եւ դարձյալ շատ լուրջ խոսակցություններ եվրոպական թիմերը դժգոհում են, որ իրենց խաղացողները գնում են այդ երկրների հավաքականներ, բայց մեր այսօրվա թեման դա չէ։ Մենք քննարկելու ենք, թե որ երկրի հավաքականն ունի մեծ հավանականություն կամ շատ ավելի մեծ շանսեր այս խաղարկությունում հաղթելու։ Ըստ իս Սենեգալը գլխավոր ֆավորիտն է, ի տարբերություն մյուս աֆրիկյան հավաքականների ամենաբալանսավորված կազմ ունի Սենեգալի հավաքականը։ Շատ վիճելի է, իհարկե ամենաբալանսավորված կազմի բոլոր դիրքերում եվրոպական top 5 առաջնությունների առաջատար թիմերի խաղացողներն, եթե ոչ top թիմերի, ապա գոնե առաջատար Սենեգալը ուժեղ կազմ գրեթե միշտ է ունենում։ Առավել ևս Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում, երբ չկա ընտրական մրցաշար, որ դուրս կան աշխարհի առաջություն կամ ոչ։ Այո, Սենեգալը ուժեղ է, այո, Սենեգալը ֆիզիկապես կարող է գերազանցել մնացած բոլոր հավաքականներին, բայց այդ դեպքում ինչու Սենեգալը չունի այդ հաջողությունները երկար ժամանակ, ինչու Սենեգալի հավաքականը միշտ չի հաղթում կամ հաճախ չի հաղթում Աֆրիկայում։ 2021-ին հաղթել է։ Դե ես նկատում եմ հաճախ չի հաղթում։ Իհարկե տարբեր ժամանակներ, տարբեր կազմեր են։ Միշտ էլ այսպեսին է լինում մոտավորապես, հա, գումարացանց մի քանի։ Ես կարծում եմ, այս կազմը նախ իրոք եթե նայում ենք բոլոր դիրքերին, մեկտարկային կազմի խաղացողներին լավ էսպես ասենք, կամ 13-14-ին բոլորը top առաջնություններից են, բացառության Մենդին, բայց որակյալ դարպասապահ է, Կուլիբալին, որակյալ պաշտպան է եւ Սադիո Մանեն, բոլորը խաղում են Սաուդյան Արաբիայի առաջնությունում, բայց Սաուդյան Արաբիայի առաջնությունն էլ աստիճանաբար դառնում մրցունակ եւ չեմ ասում top է, բայց ամեն դեպքում այնտեղ շատ լուրջ պայքար կա։ Մյուս ֆուտբոլիստները խաղում են Վիլյարեալում, Էվերթոնում, թիմերում, որոնք իրենց լիգաներում տոն են տալիս եւ մեկնարկային կազմի խաղացողներ են ու բոլոր դիրքերում պայքար կա ցանկացած դիրքի համար, այնպես չէ որ բոլորը իրենց ամրագրված տեղն ունեն ու հավասարազոր երկու կազմ չեմ ասի ունեն, բայց 17-18 ֆուտբոլիստներ կան, որոնք պայքարում են մեկնարկային կազմ տեղ ունենալու համար, խորը պայստայինների երկար նստարան ունեն ու ի տարբերություն օրինակ Եգիպտոսի բալանսավորված կազմ ունեն։ Միջև իմ ֆավորիտին նշելը միջանկյալ կարծիք նաև Նոան տուժեց ինչ որ առումով այս մրցաշարի։ Հաղուց հայկական թիմ չէր տուժել։ Այո, Նոայից երկու ֆուտբոլիստ է մասնակցելու մրցաշարին, Տիմոթի Ֆայելուն Կոնգոյի կազմում է, իսկ Գուստավո Սանգարեն Բուրկինա Ֆասոյի, բայց քիչ առաջ խոսեցինք, նրանց բացակայությունը մեկ խաղում, այդպիսի խաղում ճակատագրական չի կարող, ամեն դեպքում հաճելի է, որ մենք ներկայացի առաջին անգամ չէ, իդեպ, բայց մեկ ակումբից երկու ֆուտբոլիստ արդեն նվաճում է։ Հիմա իմ ֆավորիտի մասին ես կարծում եմ, որ գլխավոր ֆավորիտը Մարոկկոյի հավաքականն է եւ ոչ միայն այն պատճառով, որ խաղում է տանը, մրցաշարը Մարոկկոյում է անցկացվում, թեև սա շատ լուրջ առավելություն է, գիտենք ինչպես են երկրպագում Մարոկկոյում, բայց Մարոկկոյի հավաքականը սկսած 2022-ի աշխարհի առաջնությունից ցույց է տալիս 2021 թվականից սկսած ցույց է տալիս ինչ մրցունակ է համաշխարհային ֆուտբոլում, արդեն Աֆրիկայի սահմաններից դուրս էլ նա կարողանում է աղմուկ անել, մինչև աշխարհայցության կիսաեզրափակիչ հասնելը կատակ բան չէ, եւ մարոկացիները իրենց այսօրվա լավագույն կազմով են, top խաղացողների պակաս Մարոկկոն եւս չունի, Աշրաֆ Հակիմի առաջնորդությամբ նրանք կարծում եմ սեփական հարկի տակ պետք է հաղթեն այս մրցաշարում եւ իհարկե դա չի նշանակում որ հեշտությամբ են հաղթելու Աֆրիկայում շատ մրցունակ ուժեղ հավաքականներ կան եւ Աֆրիկայում պայքարի դեպ ուրիշ է աշխարհի առաջնությունում ուրիշ է այնտեղ խաղերը նայում ես գոլառատ չեն լինում պայքարը շատ է դաշտերի որակն է որպես կանոն վատը լինում բայց այդ պայքարում այդ թվում Սենեգալի պես հավաքականներն են հաջողում, որովհետև ֆիզիկականը շատ է։ Ամեն դեպքում նույնպես ասեմ Մարոկկոյի հավաքականը այսօր ցուցադրած խաղով համենայն դեպս բոլորից ուժեղ։ Շատ པարզ մի բան, նայենք 2022 թվականի աշխարհի առաջնությունը ինչ արեց Մարոկկոն, դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ճանապարհին ինչ հավաքականների դուրս թողեց, բայց հաջորդ տարվա աֆրիկյան ազգերի գաղթի խաղարկությունում հաղթեց Կոտ դ'Իվուարի հավաքականը։
Այսինքն եթե այդքան prime վիճակում Մարոկկո էր, ինչու չհաղթեց Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը։ Ընդ որում Կոտ դ'Իվուարը շատ զիջում է հիմա իր կազմով, այն աստղային Դիդիե Դրոգբայի Կոտ դ'Իվուարը չէ սա։ Այդ տեսանկյունից այստեղ իհարկե ես ասում եմ Սենեգալ, դու ասես Մարոկկո, բայց շատ հավանական է, որ կարող է մի այլ հավաքական կրակել, շատ ավելի թույլ կազմով, թույլ հնարավորություններով, եւ այստեղ շատ հաճախ տրամաբանությունը չի աշխատում ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում վերջին տարիներին տրամաբանություն չի աշխատում։ Մի բան երևի կարելի է վստահաբար ասել, որ այդ կրակողներից չի լինի Կամերոնի հավաքականը, որտեղ իսկական քաոս է հիմա տիրում Կամերոնում ֆուտբոլային տեսանկյունից։ Սամուել Էտոն ինչ ստանձնել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ինչ հնարավոր է քանդում է։ Հիմա երկու կազմ է հայտարարել Կամերոնը, մեկը մարզիչը, որին Էտոն հեռացնում է, բայց նա չի ցանկանում հեռանալ, որովհետև ասում է ինձ սպորտի նախարարությունն է նշանակել, դու չես կարող հեռացնել։ Հիմա Էտոնն էլ իր կազմն է հրապարակել։ Եվ իր պահանջը ֆուտբոլիստ չի հրավիրել։ Այո, Վենսան Աբուբակարին չի հրավիրել, որ գոլերի ռեկորդը չգերազանցի, այսինքն այս իրավիճակում Կամերոնից երևի ոչինչ պետք չէ սպասել։ Եգիպտոսին կարելի է հավաքնորդների ցանկին դասել, չնայած առավել եւս որ Մոհամեդ Սալահը այս առումով ապացուցելու շատ բան ունի Լիվերպուլին առաջին հերթին։ Տեսնենք ինչպես կդասավորվեն իրադարձությունները, հետաքրքիր կլինի։ Միշտ Նիգերիան կարող է ինչ-որ բանի հավակնել, որովհետև էլի ունի ինչքան էլ աստղային չլինի, բայց հավասար բալանսավորված կազմ ունի։ Աֆրիկայում այդ խելացի ֆուտբոլ ասվածը միշտ չէ որ երևում է, միշտ չէ որ տեսնում ենք, այնտեղ ճիշտ նշեցիր, արագաուժային ֆուտբոլը ավելի շատ գերակշռում է, ֆիզիկական պատրաստվածությունն է կարևոր։ Ես կարծում եմ դեպքում Սենեգալը կհաղթի։ Ես էլ ասում եմ Մարոկկոն, բայց լսենք նաև ինչ ասում է փորձագետը։ Այս մրցաշարը նրանով է առանձնանում հայ ֆուտբոլիստերի համար, որ Նոայի երկու ֆուտբոլիստներ դարպասապահ Թիմոթի Ֆայլուլուն եւ Գուստավո Սանգարեն կիսապաշտպան խաղալու են։ Դա ավելի կհետաքրքրացնի մրցաշարը, իհարկե Կոնգոյի եւ Բուրկինա Ֆասոյի հավաքականները ֆավորիտների թվում չեն, բայց հետաքրքիր կլինի Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներին հետևել այդ մակարդակում։ Գլխավոր ֆավորիտը միանշանակ Մարոկկոյի հավաքականն է, որը բացի այն, որ ունի շատ լավ թիմ, գտնվում է լավ մարզավիճակում, նաև խաղալու է տանը սեփական այդ իրենց ակտիվ երկրպագուների աջակցության ներքո, նաև մարոկացիները շատ հետաքրքիր մարզիչ ունեն, որին կարծում եմ առաջիկա տարիներին տեսնելու ենք նաև եվրոպական ֆուտբոլում։ Նոային հաջողություն մաղթենք տարվա վերջին խաղում, Չաբի Ալոնսոյի ճակատագիրը եւս վճռվելու է տարվա վերջում, իսկ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում թող հաղթի ձեր նախընտրելի հավաքականը։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից նույն տաղավարում նույն ժամին։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armel